յուրայիններին ամեն ինչ, հակառակորդին ոչինչ։ Այսպիսի սկզբունքով է շարժվում քաղաքացիական պայմանագիր եւ իշխող վարչակազմը։ Վաղ առավոտից դեռընտրությունները չմեկնարկած սկսվեցին հաղորդագրություններ ընտրազեղծարարության մասին, որ իշխանությունը կիրառելով իր պետական ռեսուրսները ամեն ինչ անում է խոչընդոտելու ընդդիմադիր ուժերի արդար մասնակցությանը ընտրություններին։ Բազմաթիվ ընտրազեղծարարություններ, ընտրություններից մի քանի օր առաջ բազմաթիվ խուլիգանական պահվածներ, ընդհուպ մինչև մարդկանց վրա մեքենայով վրաերթի կատարում, ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների ծեծում, հղի կնոջ ծեծել եւ առ այս րոպեն չկա ոչ մի հաղորդագրություն հակակոռուպցիոն կամ քննչական կոմիտեից, որտեղ հատուկ ուժայինները մասկաներով ձերբակալում եւ տանում են այդ ստոր արարածներին։ Սակայն փոխադարձ ցանկացած fake edge-ով իրենք կազմակերպում են ինչ-որ fake հաղորդագրություն ընդդիմադիր ուժերի մասին եւ նույն րոպեին չանցնելով մի քանի ժամ կամ մի քանի րոպե անգամ դեպքեր ա եղել, որ ուժային ծառայությունները ջարդելով դռները մտնում են եւ պոլերին են պարկսնում ընդդիմադիր ուժերին։ Այն ամենը ինչ պետք է իմանալ այսօրվա ընտրությունների մասին։ Ես բնականաբար կատեգորիկ դեմ եմ ցանկացած կեղծիքի, կատեգորիկ դեմ եմ առավել եւս ընտրակաշառքի, որովհետեւ ցանկացած ընտրակաշառք, որը տրվում է ընտրողին, դա ընտրողին վերածում է իրի, այսինքն տվողը գնելա ընտրողին, այսինքն ոնց որ դուք առնում եք լուցկին, վճարում եք, լուցկին վերցնում եք, չէ, նույնն էլ վճարեցիք, վերցրեցիք այդ մարդուն։ Դրա համար ցանկացած անձ, որը անգամ մտքի ծայրով անցկացնում է ընտրակաշառք տալ կամ վերցնել, պետք է խորը մտածեն։ Սա երկրի խնդիրն է, սա մեկ օրվա ապրուստի խնդիր չէ։ Ու վերջում Նիկոլ, ապեր ջան, դու այսօր գնում ես, վեշերդ հավաքի, չգիտեմ, եթե ուզում ես սամալյոտդ նստի գնա կամ չգիտեմ դու ոնց ես պլանավորում քո գնալը, բայց դու այսօր գնում ես, այս տոտալ կեղծիքները քեզ չեն փրկելու։ Մինչև երեկո։